Շնորհակալ եմ եւ հարցերի համար, եւ դիտարկումների եւ քննադատության։ Հարգելի գործընկերներ, իրականում սա եւս մի քայլ է դեպի պրոֆեսիոնալ բանակ, որովհետեւ մենք հիմա հնարավորինս ավելի շատ ուշադրություն պիտի դարձնենք բանակի համալրմանը պայմանագրայիններով։ Այսինքն նույն պաշտպան հայրենիացի պոտենցիալ կոնտինգենտի հետ աշխատանքը պիտի դառնա ավելի թիրախային, ավելի պրոֆեսիոնալ, ինչը մենք ամեն տարի կատարելագործում ենք ու թվաքանակի ավելացումը հենց դրա վառ ապացույցն է։ Անդրադառնամ մի քանի հարցերի, մասնավորապես հաճելի եզրույթ է, երբ ես կիրառել եմ հանրային հեռուստատեսության եթերում, խոսքը նրան է վերաբերել, որ հարգելի գործընկերներ, եթե կառավարությունը ունի ստանձնած պարտավորությունը փորձում է կատարել ու պարզում է, որ դա հանրությանն է նաև հաճելի, այսինքն ինչ անենք, հրաժարվենք, ասենք, ընդդիմությունը նեղվել է, որ հաճելի բան ենք վերում, հետ տանենք, իհարկե չենք անել, դրան է վերաբերում հաճելի եւ ոմանց համար գուցե էլի հաճելի, բայց տհաճ։ Ինչ վերաբերում է նրան, որ մենք այլ պարտավորություններ էլ ունենք, մասնավորապես հապկին հղում կատարեցիք, չպիտի մոռանանք, ինչ է տեղի ունեցել մեր երկրի հետ 22 թվականին եւ ինչպես են դրան արձագանքել մեր պայմանագրային գործընկերները։ Բնականաբար պիտի դրան լիներ adekvat արձագանք, ինչը մեր կողմից կատարվել է եւ շարունակում է կատարվել։ Կարծում եմ սա յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի հասկանում, կարևորում ու բարձր է գնահատում։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ գրըտն գնահատումը ու ինչ որ մեկին ցածր է գնահատում կամ ինչ որ միավորի, եւս մի անգամ նշեմ, որ սա համալիր գնահատական է։ Ու քանի որ ես տեխնիկայի մասին խոսեցի համալրման, որպեսզի հարցեր չառաջանան, այ ուրեմն տեխնիկա չկա դրա համար։ Ոչ, հարգելի գործընկերներ, տեխնիկա կա, տեխնիկան կավելանա ու ես փակ քննարկման ժամանակ ձեզ նման առաջարկ արել եմ, օրինակ պարոն Աբրահամյանը ներկա չի գտնվել, ձեր ֆրակցիան ընդհանրապես ներկա չի գտնվել, ես հիմա հրապարակային եմ հրավիրում ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցություններին, առաջիկայում օր ասել, դուք ասեք, օրը դուք ընտրեք, ես կհարմարվեմ, եթե լինեմ Հայաստանի Հանրապետությունում, ես անձամբ ձեզ ուղեկցեմ, ցուցադրեմ վերջին տարիներին մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան։ Հուսամ չեք մերժի, հրավերը կընդունեք։ Բարեք սահմանին ծառայող զինվոր։ Շատ աշահարկում ես հարցը Տիկին Գրիգորյան, բայց սա հիմա այդքան էլ իրականության հետ աղերս չունի, որ բարեկը ավելի շատ է ստանում, քան տրված է այդ հնարավորությունը զինվորին։ Այսօր մեր բազմաթիվ պատրաստված զինվորներ գուցե կրկնակի անգամ ավել են ստանում բարեկներից։ Դե գիտեք, բազայինը հասկացանք, բազայինը գիտեք, որ բազայինը եթե փոխվի, ամբողջ համակարգինը պետք է փոխվի ու դա հսկայական աշխատանք է։ Կառավարությունը նաև դա է պլանավորում, իհարկե դա մյուս կառավարության խնդիրը կլինի ու մեծապես ամեն ինչ կորոշի Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2026 թվականի ընտրություններին, բայց այն որ փոխվարչապետի գրասենյակը դա քննարկում է, գիտեմ որ դրա նման քննարկումներ կան, բայց երբ ունակ կլինի մեր հնարավորությունները երբ կլինեն որ մենք գնանք դրան, դա ընդ որում միայն իշխանության խնդիրը չի, դա նաև ընդհանուր խնդիր է, մեր ողջ հանրությանն է վերաբերում, այդ թվում նաև ընդդիմությանը։ Կարծում եմ, որ մեր տնտեսական զարգացումը, որ այսօր Հայաստանը ունի եւ այն հնարավորությունները, որ նշмарվում են, մենք դրան կհասնենք։ Եվ ավարտելով խոսքս, հարգելի գործընկերներ, կոչ եմ անում կողմ քվեարկել կառավարության նախաձեռնությանը, ավելի լայն քննարկման հնարավորություն կունենանք նաև լիագումար նիստերի ընթացքում, շնորհակալ եմ։ Պարոն նախարար, միջև ձեր կոչը դուք կոչ արեցիք, որպեսզի մեր գործընկերները ունենան հնարավորություն տեսնեն ձեռք բերված այն սպառազինությունը, որը ելի հույս է առաջացնում, դրական լիցքեր է փոխանցում, որովհետև մենք հիմա այս ընթացքում, երբ որ պաշտպանական գերատեսչությունը ստեղծել է այդ հնարավորությունը տեսնել եւ չօգտվել դրանից, պարզապես սխալ կլինի, որովհետև այնտեղ երբ որ գտնվում ես,
բոլորի մոտ, ինչ որ ես տեսել եմ, առաջացնում է դրական լիցքեր, որ դու այնուամենայնիվ, եթե սա կարողանում ես ճիշտ կառավարել, դու ունեն մեծ պաշտպանության լրիվ այլ մակարդակ։ Արժի դա ոչ միայն տեսնել, այլ նաև վստահ լինել, որ այն գումարները, որ ծախսվել են, դրանք առկա են եւ հողի վրա են, եւ այդ հնարավորությունը տրված է։ Իհարկե, հիմնականում նաև մեր ռազմաարդյունաբերության ձեռքբերումների մասին։ Չօգտվել սրանից պարզապես կլինի սխալ։ Պարոն Աբրահամյան, ինձ թվում է դուք առաջինը պիտի գնայիք այդտեղ։ Պարոն Աբրահամյան, դա մենակ ձեզ չի վերաբերում։ Նաև դիրքորոշումներ են եղել, որ ես չեմ դառնա ձեր գովազդի մաս, չգիտեմ։ Ես հրավիրում եմ, հիմա որոշումը ձերն է, կգաք, լավ, չեք գա, էլի լավ։ Լավ, մի հատ չտեսնեք, ինչ կա այնտեղ։ Լավ, ինչ որ է։ Փակ հանդիպում առնելու ոչ մեկ Շատ լավ։ նկարելու ոչ մեկ։ Հարգելի գործընկերներ, քվեարկություն ենք անում։ Լիվարման կարգով մի հարց կարող եմ տալ։ Պարոն Պապիկյանն ասաց, որ օրենքը անհետաձգելի ենք համարում, բայց մենք մեկ լիագումար ունենք մինչև հունվար, եթե ուժի մեջ է մնել մեկ արտահերթով ենք երկրորդ անելու, թե 24 ժամով։ Սրա կարևորությունից ելնելով 24 ժամ, շատ լավ։ Հարգելի գործընկերներ, քվեարկում ենք, ովքեր են կողմ, հրատապ ռեժիմով, պարոն նախարար, կառավարության նախաձեռնությունը հրատապ ռեժիմով եզրակացություն ստանալու պարագայում ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ կողմ, Տիկին Գրիգորյան, լիագումար, շատ լավ, դեմ, ձեռնպա չկա, բոլոր կողմ։ Պարոն նախարար, շնորհակալություն, անցնում ենք օրակարգի հաջորդ հարցին։